Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Այսօր մայիսի 9 է ու ինչպես պարզ է դառնում այսօր «Վերջին զանգը» հեռուստասերիալի հերթական սերիան չի ցուցադրվի։ Այսօր հեռուստասերիալը եթերում չի լինելու, թեև շատերը սպասում էին, որ հատկապես այս փուլում, երբ իրադարձությունները հասել են առավելագույն լարվածության, կտեսնեն Հենրիի ու Անգելինայի պատմության շարունակությունը, այսօր հեռարձակումը դադարեցվել է, բայց դրա պատճառը պատահական չէ։ Մայիսի 9 ոչ սովորական օր է, այն հաղթանակի, խաղաղության ու հպարտության օր է, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման պատմական օրը։ Հայաստանում և ողջ հայության մեջ այս օրը նշվում է առանձնահատուկ ոգեղենությամբ։ Հենց այդ պատճառով էլ «Վերջին զանգը» սերիալի ստեղծագործական թիմը որոշել է այսօր չցուցադրել նոր սերիալ, թույլ տալով, որ հանրությունը կենտրոնանա տոնի խորհրդի վրա, հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր պայքարել են հանուն խաղաղության ու հայրենիքի։ Սակայն այս հանգստյան օրը սերիալի շուրջ հետաքրքրությունը միայն աճել է, դիտողները շարունակում են քննարկել վերջին սերիայում տեղի ունեցած շոկային իրադարձությունները, Հենրիի անհետանալը, Միքայելի բացահայտումները, Աննայի խառնաշփոթ հոգեվիճակը և ամենակարևորը, այն լուռ հուսահատությունը, որում հայտնվել են Հենրին ու Անգելինան։ Սոցիալական ցանցերում հազարավոր մեկնաբանություններ են թողնվում և երկրպագուները գրեթե ժամ առ ժամ հետևում են սերիալի ինստագրամի պաշտոնական էջին, հուսալով, որ ինչ-որ ակնարկ կամ նոր տեսանյութ կտեղադրվի սպասվող զարգացումների մասին։ Այս փոքր դադարից հետո կարելի է վստահ լինել «Վերջին զանգը» սերիալը կվերադառնա կրկնապատիկ, լարված ու հուզիչ սյուժեով, թիմն ինչպես միշտ մնում է հավատարիմ իր ոճին, միաձուլելով սեր, խաբեություն, ընտանեկան գաղտնիքներ ու մարդկային բարդ հարաբերություններ, ստեղծելով մի պատմություն, որում յուրաքանչյուրը գտնում է իր ապրումների արտացոլանքը։ Ուստի մինչ նոր սերիաները կվերադառնան, հանդիսատեսը կարող է վերհիշել վերջին տեսարանները, վերլուծել հերոսների վարքը, կանխատեսել հնարավոր վերջաբանը և իհարկե շարունակել կիսվել իր կարծիքներով սոցիալական հարթակներում։ Մի բան հստակ է, «Վերջին զանգն» արդեն վաղուց դարձել է պարզապես սերիալից ավելին, այն փոխակերպվել է հուզական փորձառության, որտեղ ամեն դրվագ վերածվում է քննարկման, իսկ ամեն հերոս՝ ապրումների առիթի, այնպես որ դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հետաքրքիր գաղտնիքներ։ Ինչ է կատարվելու հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Նշենք, որ ամենաինտրիգային ու թեժ զարգացումները դեռ առջևում են։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ սերիաներ են սպասվում ձեզ համար։ Դիանա Գրիգորյանը դարձել է հայկական հեռուստասերիալների ամենաազդեցիկ և քննարկվող անուններից մեկը։ Նրա հեղինակած սցենարները գրեթե միշտ բուռն արձագանք են գտնում թե սոցցանցերում, թե մամուլում։ Այն, ինչ առանձնացնում է Դիանա Գրիգորյանի ստեղծագործական ձեռագիրը, դա իրադարձությունների անսպասելի շրջադարձերն են, հերոսների հակասական վարքն ու լարված, երբեմն ցնցող զարգացումները։ Դիանա Գրիգորյանի սցենարներում գրեթե չկան հանգիստ հատվածներ, դրանք մշտապես տանում են հեռուստադիտողին ծայրահեղ ապրումների միջով՝ սեր, դավաճանություն, ընտանիքի կորուստ, գաղտնիքներ, հանկարծակի մահեր կամ վերապրած ճշմարտություններ։ Սա է պատճառը, որ նրա նախագծերը մշտապես դիտելի են։ Նրա կերպարները երբեք պարզ ու միանշանակ չեն, հաճախ հերոսները հայտնվում են բարոյական երկընտրանքի առջև։ Օրինակ, «Վերջին զանգում» Անգելինան ու Հենրին սիրահարված են, բայց հայտնվում են մի իրավիճակում, որտեղ ստիպված են կասկածի տակ առնել իրենց զգացմունքների թույլատրելիությունը։ Սա հիանալի սցենարային հնարք է հերոսներին փխրուն դարձնելու և հանդիսատեսին հուզելու համար։ Նրա ստեղծած հերոսները հաճախ ունեն բարդ անցյալ, խորը հոգեբանական դրդապատճառներ։ Միքայելը «Վերջին զանգը» սերիալում, օրինակ, ոչ միայն ծնող է, այլ նաև մարդ, ով սեփական վախերի ու սխալների արդյունքում վերստեղծում է նոր իրականություն, խաբելով նույնիսկ սիրելի մարդկանց։ Սցենարներում հաճախ մի փաստ, որ թաքցվել է տարիներով, ի հայտ է գալիս ամենաանսպասելի պահին՝ հարսանիքի, մահվան կամ վիճաբանության ժամանակ։ Այդ պահերը գրեթե միշտ ունեն ցնցող էֆեկտ և բերում են սյուժետային նոր շրջադարձերի։
Թեև առաջին հայացքից սերիալները կենտրոնացած են ընտանեկան և սիրային թեմաների վրա, Դիանա Գրիգորյանը երբեմն սահուն կերպով անդրադառնում է նաև սոցիալական խնդիրների։ Միակողմանի ծնողություն, մանկության տրավմաներ և դասակարգային տարբերություններ։ Նրա նախագծերը հաճախ ուղեկցվում են սոցիալական մեդիայի ակտիվ ներգրավմամբ, դիտողները հարցեր են ուղղում դերասաններին, ենթադրություններ են անում, իսկ երբեմն նույնիսկ ազդում են սցենարի ուղղության վրա։ Սա նոր շունչ է հաղորդում հեռուստատեսային արտադրանքին։ Դիանա Գրիգորյանի սցենարային աշխատանքը միանշանակ չի ընկալվում բոլորի կողմից։ Ոմանք նրան մեղադրում են չափազանց թատերական ու սենսացիայի վրա խաղալու համար, իսկ ուրիշները գովում են նրա կարողությունը պահել հանդիսատեսի ուշադրությունը և ստիպել նրանց ապրումակցել հերոսներին։ Բայց մի բան անժխտելի է, նա ձևավորել է հայկական հեռուստասերիալների նոր չափանիշներ, բեմադրելով ոչ միայն պատմություններ, այլ նաև հույզեր, խաբեություն ու ներքին պայքար։